Մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում է 43 բարձրաստիճան պատվիրակություն, շուրջ 500 մասնակից։ Գագաթնաժողովի մանրամասներին ծանոթանալու համար կզրուցենք արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կոստանյան։ Նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ թեմաների շուրջ են ծավալվելու քննարկումները եւ ինչ խնդիրներ են բարձրաձայնվելու գագաթնաժողովի ընթացքում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը Երևանում է տեղի ունենում, ըստ էության միախառնելու են խնդիրները, որոնք Հայաստանի համար են ազգային կարևորություն ունեն, եւ այն թեմաները, որոնք ընդհանուր եվրոպական մասշտաբով այս պահին բավականին հետաքրքիր են քննարկումների համար։ Ըստ այդմ հիմնական քննարկումների ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները եւ ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը եւ էներգետիկան։ Այս գագաթնաժողովը որքանով է Հայաստանը մոտեցնում Եվրոպային։ Տեսեք, ըստ էության սա եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող հիմնական միջոցառումներից մեկն է, որը տարին 2 անգամ է տեղի ունենում, եւ այսօր կարելի ասել Հայաստանը հենց Եվրոպայի սիրտն է եւ հիմնական քաղաքական դեբատը, որը Եվրոպայում տեղի ունենում, ընդհանուր առմամբ այսօր կենտրոնացած է լինելու Հայաստանում եւ շատ կարեւոր հաղորդագրություններ հնչելու են հենց Երևանից։ Ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը այս գագաթնաժողովից հետո։ Մեզ համար շատ կարևոր է մեր միջազգային ներգրավվածության մեծացումը եւ Հայաստանի իմիջի մեծացումը։ Այս օրինակ միջոցառումները դրա լավագույն հիմքն են ստեղծում։ Գիտեք, որ այս տարի բացի Եվրոպական քաղաքական համայնքից մենք նաեւ կենսաբազմազանության կոպն ենք հյուրընկալելու եւ տարվա ընթացքում այլ կարևոր միջոցառումներ կան, մենք ունենալու ենք նաեւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, ունենալու ենք Ֆրանսիայի նախագահի պետական այցը, դրան հետևելու է նաեւ Երևանյան երկխոսություն արդեն ամենամյա դարձած միջոցառումը եւ ըստ էության մենք փորձում ենք մեծացնել այն հորիզոնը, որտեղ Հայաստանը ասելիք ունի ընդհանրապես միջազգային հարթակներում, բարձրացնել նաև Հայաստանի տեսանելիությունը նույն օրինակ միջազգային մամուլում եւ այսօր տեսնում ենք, որ դա իրականություն է դառնում։ Արդյոք գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է համատեղ հայտարարության ընդունում եւ ինչ է այն ենթադրելու։ Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը ինքնին չի նախատեսում ընդհանուր համատեղ հայտարարությունների ընդունում, սա երևի հենց այն կարևոր տարբերություններից է, որը ունենք այս ձևաչափում, ի տարբերություն այլ ձևաչափերի, եւ այստեղ սա ավելի շատ հարթակ է հանդիսանում եւ եվրոպական քաղաքական համայնքը մտքերի փոխանակության համար, շատ հաճախ երբ տարբեր պատվիրակություններ կենտրոնանում են ինչ-որ տեքստերի համաձայնեցման վրա, ժամանակ ուղղակի չի մնում բաց եւ անկեղծ երկխոսություն ծավալելու եւ քննարկումներ ունենալու, իսկ այս ձևաչափում հենց առավելապես կենտրոնացած ենք հենց այդ երկխոսության եւ քննարկումների վրա։